Հաստատվում են տեղեկություններ այն մասին, որ ավստրիական Գրաց քաղաքի միջնակարգ դպրոցում արյունալի ահաբեկչությունը իրականացրած երիտասարդը հայ է։ Այդ կապակցությամբ որոշակի լարվածություն է առաջացել Ավստրիայի հայ համայնքի շուրջ։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ է հայտնի նրա հայկական արմատների մասին։ Հիշեցնեմ, որ այդ ողբերգության արդյունքում 10 հոգի զոհվել է, 28 վիրավոր կա, զոհվածներից 9, 14-ից 17 տարեկան երեխաներ են, մեկը ուսուցչուհի է, 59-ամյա եւ տեղի ունեցածը Ավստրիայի նորագույն պատմության մեջ ամենազանգվածային սպանությունն է։ Ավստրիայում երրորդյա ազգային սուգ է հայտարարվել, Հայաստանի արտգործնախարարությունը իր պաշտոնական ցավակցությունն է հայտնել։ Մարդասպանի մասին հայտնի է, որ նա 21 տարեկան է, զինված է եղել ատրճանակով եւ որսորդական հրացանով, որը կրելու իրավունք ունեցել է, եւ այդ ամենը անելուց հետո զուգարանում նա ինքնասպանություն է գործել։ Նրա հայկական ծագման մասին տեղեկությունը առաջինը տարածել է ավստրիական Kronen Zeitung պարբերականը։ Տեղեկությունը պաշտոնական աղբյուրների կողմից չի հերքվել, ինչից կարող ենք ենթադրել, որ իրականությանը համապատասխանում է։ Ի սկզբանե այդ տեղեկություններում նա հիշատակվում էր որպես Արտուր Ա, ազգանունը չէին հիշատակում։ Ավելի ուշ մամուլից պարզ դարձավ, որ նրա ազգանունը Ավետիսյան է, եւ քանի որ գրվում է Յան վերջավորությամբ, այլ ոչ թե Իան, կարող ենք ենթադրել, որ արևելահայ է։ Նաեւ մամուլի հրապարակումից իմացանք, որ մայրը սերբական արմատներ ունեցող ավստրուհի է, Ավստրիայի քաղաքացի է, հայրը ծնվել է Հայաստանում եւ ըստ որոշ տեղեկությունների մինչ օրս էլ Հայաստանի քաղաքացի է։ Լավ, Արտյոմ, ի՞նչն է դրդել 21 տարեկան երիտասարդին գնալ այդպիսի սարսափելի ոճրագործության։ Իհարկե այդ ոճրագործության պատճառները որևէ կապ չունեն նրա էթնիկ ծագման հետ, հայտնի է, որ նա ժամանակին սովորել է նույն այդ դպրոցում, որի աշակերտների դեմ կատարել է այդ ահավոր հանցագործությունը, 6-րդ դասարանից նա դուրս է եկել, այնուհետ շարունակել է ուսումը պրոֆտեխնիկական ուսումնարանում, որը ավարտելուց հետո աշխատել է, անցած տարվա մարտին զրկվել է աշխատանքից, փնտրում էր նոր աշխատանք, չէր կարողացել գտնել։ Այդ ահաբեկչությունից րոպեներ առաջ նա տեսաուղերձ էր ուղղել իր մորը եւ նաեւ նամակ էր գրել։ Այդ նամակում գրում է, որ դպրոցում սովորելու շրջանում նա աշակերտների կողմից ծաղրանքի եւ ստորացման էր ենթարկվում եւ որ տեղի ունեցածում մեղավոր են դպրոցի տնօրենները եւ ուսուցիչները։ Բրիտանական Daily Mirror պարբերականը խոսել է դպրոցի ուսուցիչների, աշակերտների հետ եւ հաստատում է այն, որ իսկապես դպրոցում Արթուր Ավետիսյանը բուլինգի է ենթարկվել, այսինքն համադասարանցիները իրեն ծաղրել են եւ ստորացրել են եւ հավանաբար դա է պատճառների կամ գլխավոր պատճառը տեղի ունեցածի։ Նշեմ, որ այդ մարդասպանի ծնողները բաժանված են եղել եւ երիտասարդը ապրել է մոր հետ Գրացից ոչ հեռու Արվարձան քաղաքում։ Հայրը վաղուց արդեն տղայի դաստիարակությանը չի մասնակցել եւ հազվադեպ է որդուն անգամ տեսել։ Ոնց հասկանում եմ, այդ երիտասարդը ոչ մի հայկական ինքնություն չի ունեցել եւ միակ բանը, որը իրեն կապել է հայերի հետ, դա հայկական Յան ազգանվան վերջավորությունն է։ Արտյոմ, նման դեպքերում միշտ ինչ-որ ուժեր են հիայտ գալիս, որոնք էլ ավելի են սերում իրավիճակը եւ հատուկ ուշադրություն են սևեռում էթնիկ ծագման վրա, եթե դա տեղի ունենա կամ տեղի ունի արդեն գուցե, ապա հայերին վարկաբեկելու մեծ ինչ-որ պատճառ է։ Ես պետք է ընդգծեմ, որ ինչպես ասացի, եւ ոստիկանությունը եւ պաշտոնական գերատեսչությունները սկզբում ընդհանրապես չէին հիշատակում, հիմա էլ նրա ազգանունը ներկայացնում էին որպես Արտուր Ա։ Նպատակները այսպես զերծ մնալ անիմաստ մեկնաբանություններին, այսինքն նրա էթնիկ ծագումը, որպեսզի առիթ չտա արհեստական ինչ-որ սխալ մեկնաբանությունների համար։ Ի պատիվ ավստրիական մամուլի նույնպես ասեմ, որ զերծ է մնում ցանկացած տեսակի գնահատականներից, որը կարող էր ինչ-որ ազգային հետք թողնել կամ առիթ տալ տարբեր սխալ մեկնաբանությունների նրա հայկական էթնիկ ծագման հետ կապված։ Փոխարենը ադրբեջանական մամուլը զանգվածային արշավ է սկսել հայերին վարկաբեկելու նպատակով։ Ընդամենը մի քանի կոմենտներ հիշատակեմ այդ հրապարակումներից մեկի,
ադրբեջանցիների գրառումները։ Ֆաշիզմը հայերի համար նորմալ է։ Ահաբեկչությունը հայերի արյան մեջ է։ Դաշնակը Ավստրիայում էլ է դաշնակ։ Հայը որոշել է սպանել բոլոր ոչ արիական ծագում ունեցող մարդկանց։ Իհարկե Ավստրիայում նույնպես գտնվեցին ուժեր, որոնք փորձեցին մարդասպանի հայկական ծագման այդ մասին տեղեկությունը օգտագործել հայերին վարկաբեկելու, Ավստրիայի հայերին այսպես խուճապի մեջ պահելու համար։ Եվ արդյունքում որոշ հայ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր ազգանվանակից էին ընդամենը մարդասպանին, նույն Ավետիսյան ազգանունն էին կրում, սկսեցին ստանում էին սպառնալիքներ, հեռախոսով, SMS-ների միջոցով, սոցցանցերի միջոցով։ Մասնավորապես մի սպորտսմեն մարմնամարզիկ, ով Ավետիսյան ազգանունը ունի, նույնպես ահա այդպիսի սպառնալիքներ էր ստացել։ Մի քանի Ավետիսյան ազգանուն ունեցող մարդիկ, ովքեր նման սպառնալիքներ են ստացել, դիմել են արդեն ոստիկանություն։ Ամեն դեպքում իհարկե դա հայ համայնքում որոշակի տագնապի առիթ է տվել, բայց ես պետք է հիշեցնեմ, որ Ավստրիայում ապրում է ավելի քան 400,000 էթնիկ թուրք եւ 15,000 էթնիկ ադրբեջանցի։ Միգուցե դրանով է բացատրվում այն, ինչի մասին ես ասացի։ Շնորհակալություն, Արտем։